Ուրախ սևաստացիներ ռադիո եթերում լսեք Քրքի հաղորդաշարույց իրավաբան Մայրիկի հետ։ Մեր եթերում այսօր հյուր է լինելու Իմ մայրիկը Էմմա Բաբախանյանն է, ով մասնագիտությամբ իրավաբան է, պաշտպանում է մարդկանց իրավունքները։ Ողջույն Մարիկ, դու մեր ռադիոյի եթերում ես։ Ողջույն բոլորին։ Իրավաբան դառնալը հեշտ է։ Տղես, որքան հնարավոր է, անկեղծ պատասխանեմ, ոչ, հեշտ չի։ Իրավաբանի մասնագիտությունը ամենաբարդ մասնագիտություններից մեկն է։ Իրավաբանի, բժշկի մասնագիտությունները եւ իզուր չի, որ այդ երկու մասնագիտությունները աշխարհում ամենաբարձր վճարվող մասնագիտություններն են եւ դա լիովին արդարացված է։ Ինչու համար, որովհետեւ նախ շատ բարդ մասնագիտական ուղի է, շատ ծավալուն, շատ բարդ ընթացակարգով եւ շատ ստրեսային։ Օրինակ խանութում աշխատողը, որը վերջացնում է իր աշխատանքային օրը, պարզապես գեստափոխվում է, դուրս է գալիս խանութից, փակում է իր ոնց են ասում, կասսան փակում է եւ դուրս է գալիս խանութից ու մոռանում է իր աշխատանքային օրվա բոլոր խնդիրները, որովհետեւ ինչ խնդիրներ պիտի լինի խանութում, բայց իրավաբանի դեպքում այդպես չի։ Իրավաբանը յուրաքանչյուր վստահորդի, յուրաքանչյուր քաղաքացու խնդրով ապրում է, անգամ գիշերը մտածելուց, անգամ գիշերը քնած ժամանակ մենք մտածում ենք այս կամ այն խնդրի շուրջը, թե ոնց գտնենք լուծումներ, ոնց օգնենք քաղաքացուն, ոնց պաշտպանենք արդարադատության շահերը։ Դա շատ բարդ եւ ստրեսային աշխատանք է, պես որ խորհուրդ չեմ տա ոչ ոքի։ Շնորհակալություն։ Օրական քանի քաղաքացի է դիմում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Օրական տասնյակ քաղաքացիներ են դիմում, ես նայեմ ձեզ թե չէ, շացրեցի, օրական տասնյակ քաղաքացիներ են դիմում, շատ են դիմող քաղաքացիները, տարբեր խնդիրներով, տարբեր հարցերով, փորձում են լուծում գտնել մասնագետի միջոցով, եղել է օր, որ ես ունեցել եմ միանգամից 200 նամակ, եւ այդ նամակներին ես հերթով, իհարկե մի քանի օրվա ընթացքում քիչ պատասխանել եմ։ Ես աշխատում եմ բոլոր քաղաքացիների հարցերին պատասխանել առանց խտրականության եւ լուծում տալ հնարավորինս։ Շնորհակալություն Մայրիկ, որ պաշտպանում ես մեր իրավունքները։ Կատարում եմ իմ մասնագիտական պարտականությունը։ Փորձենք հասկանալ ինչ է նշանակում իրավունք։ Իմ իրավունք կամ քո իրավունք մենք հասկանում ենք, որ դա ազատություն է։ Այսինքն ինչ մենք կարող ենք անել, ինչ չենք կարող անել։ Միշտ չէ, որ մենք կարող ենք անել ինչ ուզում ենք։ Երբ մենք խախտում ենք դիմացինի իրավունքները, այսինքն եթե իմ ընկերոջ նկատմամբ ինչ-որ մի բան իրավունք չունեմ անելու, պետք է չանեմ։ Մենք պետք է արդար լինենք դիմացինի իրավունքների նկատմամբ, որ իր իրավունքները չխախտեմ։ Ուրախ սևաստացիներ ռադիո